Մշտական լարվածությունը, ստրեսն ու դեպրեսիան դարձել են սովորական երևույթներ, բայց ինչու են այս իրավիճակներն առաջ գալիս և ինչ հետևանքներ կարող են ունենալ մեր առօրյա կյանքի վրա։ Աշխատանքային ձանրաբեռնվածությունը, սոցիալական ճնշումներն, անորոշ ապագան ու անընդհատ տեղեկատվական հոսքը դարձել են լարվածության ու ստրեսի հիմնական պատճառ։ Այս մասին հայտնում են քաղաքացիները։ Կենցաղային պայմանները կարող են լինել ստրեսի պատճառ, ոչ բավարարված կյանքը, պահանջմունքների աճը, քաղաքի վիճակը, տրանսպորտը, վատ լուրից։ Կարող է եղանակի փոփոխությունից ինձ լավ չզգամ ու ստրեսի ենթարկվեմ։ խցանումները տրանսպորտի հետ կապված, օրվա ծառաբեռնված աշխատանքը կարա լարվածություն ստեղծի, հոգնածություն են գնում երեկոյան։ Շները, կարծեմ ստեղ հանգստանում այդ շները հասցնում են ստրեսի վերջի աստիճանի։ Ինձ թվում է ընտանեկան խնդիրները, բայց այդպես ծանր տանողներից չեմ, թեթև եմ ապրում, ավելի շատ ներս եմ գցում։ Աշխարհի բնակչության մոտ 44%-ն ապրում է լարվածության կամ անհանգստության զգացում։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են պատերազմներից, տնտեսական ճգնաժամերից եւ սոցիալական անհավասարությունից տուժած երկրներում։ Ստրեսի յուրաքանչյուր մարդ կարող է հանգել ամենատարբեր իրավիճակներում։ Դա առաջին հերթին մարդու հոգեկերտվածքի անհատականության, անձի առանձնահատկություններից է գալիս, որովհետև հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ խիստ ադրենալին պահանջող վիճակներում ինչ-որ մեկը լրիվ ներդաշնակության մեջ է, իսկ ինչ-որ մեկը խառնվել է իրար, պանիկայի մեջ է, խուճապի մեջ է և մոլորված է։ Ստրեսը բացասական երևույթ չէ։ Այն մարմնի բնական պաշտպանական արձագանքն է, որն օգնում է կենտրոնանալ, արագ կողմնորոշվել և հաղթահարել դժվարությունները։ Խնդիրը սկսվում է այն պահից, երբ լարվածությունը դառնում է մշտական ու սկսում վերահսկել մարդուն, խլելով հանգստությունը, քունն ու հավասարակշռությունը, բացատրում է նյարդաբանը։ Կա ստրես, որ պաշտպանական է։ Այդ ստրեսը իրավիճակում միլիոնավոր տարիներ առաջ դեռևս մարդ արարածի բոլոր կենսաբանական տեսակների մեջ ներդրված է եղել ի պատասխան ստրեսի ինչ-որ գործողության գնալ։ Հիշում եք շատ էլեմենտար մի բան, մարդկա ստրեսից միանգամից հարձակվում է, մարդկա փախչում է, մարդկա զգուշանում է, սրանք մարդկանց նաև տիպերն են։ Ստրեսը առողջ բան է, եթե այսինքն ստրեսացին գործոնները մարդու համար միշտ ազդանշանային են, բայց եթե ստրեսը դառնում է քրոնիկ անընդհատ, բնականաբար այն չի կարող լինել նորմալ եւ դառնում է ախտաբանական։ Պետք է կարողանալ ժամանակին կողմնորոշվել և խնդրի առկայության դեպքում դիմել մասնագետին, հոգեբան, նյարդաբան կամ հոգեբույժ։ Հաճախ առնչվում են պացիենտների, որոնք ներկայացնում են գանգատներ, որոնք դու տեսնում ես, որ դրանք մաքուր նյարդաբանական չեն, այլ ավելի շուտ հոգեբուժական են։ Այսինքն, երբ որ մենք զգում ենք տագնապ, ունենք տագնապային գրոհներ, սա հոգեբուժություն է, սա հոգեկան առողջություն է։ Կախված նրանից, թե ինչ մակարդակում է։ Նյարդաբանները ոչ միշտ պետք է ստանձնեն դրա բուժումը։ Սա հանրային ուշադրության արժանի մի բան է, որ նյարդաբանները զբաղվեն նյարդաբանությամբ, հոգեբուժները զբաղվեն հոգեբուժությամբ, եւ եթե պացիենտը երկուսից էլ ունի դրսևորումներ, միասին պացիենտին վարեն եւ պացիենտը երբեք չբուժվի կլինիկական ծանր դեպրեսիայով նյարդաբանի մոտ։ Առողջությունը միայն առողջ օրգանիզմ ունենալը չէ, այն սկսվում է մտքից և ավարտվում ներքին խաղաղությամբ։ Այս ամենի գիտակցումն է հոգեկան առողջությունը պահպանելու բանալին։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։